Ինչ եմ զգում աշխատանքը կորցնելուց, գրեթե ոչինչ հայրենիքը կորցնելու փաստի հետ համեմատած, գրեթե ոչինչ։ Հաստիքի կրճատման պատճառաբանությամբ են աշխատանքից ազատել Արաբկիրի թիվ 16 պոլիկլինիկայի մանկաբարձ գինեկոլոգ Արփինե Սողոյանին, այն նույն բժշկին, որը մայիսին նախընտրական քարոզարշավի ժամանակ հրապարակային վիճել էր Նիկոլ Փաշինյանի հետ։ Քաղաքապետարանի որոշմամբ սեպտեմբերի 14-ից պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժինը այլևս վարիչ չի ունենա։ Բացի վարիչի հաստիքից կրճատվել է նաև մեկ մանկաբարձ գինեկոլոգի հաստիք։ Եթե մինչ այժմ 10,600 հաշվառված բուժառու ունեցող բաժանմունքում աշխատում էր 4 բժիշկ, ապա այժմ կաշխատի 3-ը։ Արդեն 21 տարի է այս բաժանմունքը ստեղծվել է նախ իմ շնորհիվ եւ կանանց կոնսուլտացիայի համար վարիչը դա բաժնի մեծության հետ կապված չի, հա, ինքը ունի բավականին ծանր եւ լուրջ եւ ադմինիստրատիվ եւ բուժական աշխատանքներ, որը հարկավոր է համակարգել։ Նու ինչեւ է հիմա կարիք չունեն, վարիչությունը այդպես կրճատվեց, իսկ բժշկի հաստիքն էլ կրճատվում է, չգիտես ինչի, միայն իմ անձով։ Սողոյանը Նիկոլ Փաշինյանի հետ վիճել էր մայիսի 18-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենց շենքի մոտ։ Բժշկի եղբայրը 44-օրյա պատերազմում անհետ կորած Հրանտ Պապիկյանն է։ Ինքը Սողոյանը նախապես է որոշել, որ այդ օրը մոտենալու է Փաշինյանին ու ասելու է, որ վերջինս գողացել է իր հայրենիքը։ Հենց այս նախադասությունից հետո է թեժ վեճ սկսվել։ Արի միրոպե մի կնա, Ռոբերտ Սերջը և մյուսները, ովքեր միրոպե հանգիստ։ Քաղաքապետարանը որոշել է բժշկի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծարել սեպտեմբերի 14-ից, իսկ Արփինե Սողոյանն ասում է, իր խոսքերի համար չի զղջում։ Ես մի անգամ եմ այդ օրերին ասել, վերջին 6 տարիների ընթացքում իմ ամենաերջանիկ եւ բավարարված օզն եմ ապրել։ Ես գոհ եմ, որ դա արել եմ, չեմ փոշմանում, գիտակցել եմ, որ կլինեն այսպիսի օրեր, դա ինձ երբևէ չէր կարող հետ կանգնացնել։ Միջադեպից հետո, երբ լուրեր տարածվեցին, թե բժշկական կենտրոնի տնօրենը հրահանգ է ստացել ազատել Սողոյանին, հանրային մեծ ճնշում սկսվեց։ Մեր նկարահանող խումբն այցելեց բժշկական կենտրոնի տնօրենին, որը վստահեցրեց, որ չունի նման հրահանգ։ Նմանատիպ դեպքերը բոլորը դրվում արվում են քննարկման, պահանջված գործող կարգի բացատրագիր եւ ըստ այդմ էլ մենք առաջնորդում ենք աշխատանքային նորազգրկով։ Այսինքն մեկ այլ միացած դեպքում կենցաղանգեն տալի չկա դες բան։ Քաղաքապետարանը կրճատումը հիմնավորում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմամբ, նշելով, որ բուժառուների թիվը նվազել է։ Արփինե Սողոյանը սակայն պնդում է, նույնիսկ այդ հաշվարկով իր մոտ շարունակում է հաշվառված մնալ շուրջ 4000 կին։ Ավելի քան 20 տարի նույն պոլիկլինիկայում աշխատած բժիշկը չի պատրաստվում բողոքարկել ազատման որոշումը։ Ասում է, այս իշխանությունից ակնկալիքներ չունի, բայց ունի մեկ ուղերձ։ Իսեր Աստծո, հեռացեք, հերիքա, հեռացեք։ Քաղաքապետարանը սա ներկայացնում է որպես հաստիքների օպտիմալացում։ Արփինե Սողոյանը համոզված է, այդ որոշումը կապված է վարչապետի հետ հրապարակային վեճի հետ։ Իսկ սեպտեմբերի 14-ից նա այլևս չի աշխատի այն պոլիկլինիկայում, որտեղ ծառայել է ավելի քան 2 տասնամյակ։ Սեդամ Ակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։